31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանն ընտրության օրը հանդարտ է գնահատել։ Այս պահին միայն մեկ դիմում բողոք կա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, կապված այլ քաղաքական ուժերի կողմից ընտրության օրը քարոզչություն անելու հետ։ Բողոքներ հենց ընտրական process-ի վերաբերյալ մենք չենք ստացել, առ այս պահը չենք ստացել։ Մենք ստացել ենք դիմում բողոք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունի, որը վերաբերվել է ոչ թե ընտրական process-ի, այլ ընտրության օրը քարոզչության։ Քաղաքական ուժերը այսօր մինչև ժամը 18:00 եւ վաղը մինչև 11:00 հնարավորություն ունեն բողոքարկելու արդյունքները, մինչ այս պահը բողոքարկումներ չկան։ Այս փուլը կավարտվի այս վերահաշվարկը։ Նաեւ մենք ուսումնասիրենք 82 տեղամասերի գրանցամատյաններում գրառված ասենք դիտորդ ներկրառում արել, վստահված անձ ներկրառում արել, ու ինքը չի արի, ինքը ասել է նախագահն է անում կամ քարտուղարը։ Այն հատվածում արձանագրությունների, որը որ այս տեխնիկական հատվածն է, այսինքն քվեների հետ կապ չունի, ընտրությունների վերջնական արդյունքները մեկ շաբաթվա ընթացքում են, ինչև դա վերահաշվարկը մենք ավարտած պետք է լինենք, հիմի այսօր եւ վաղը մենք դիմումների ենք սպասում վերահաշվարկի, այսօր մինչև ժամը 18:00, վաղը մինչև ժամը 11:00 վերահաշվարկի դիմումներն են։ Դրանից հետո մենք կսահմանենք ու նախորդ կզգուշացել ենք այս տեղամասային հանձնաժողովներին, որ իրենք նախագահներին եւ քարտուղարներին, որ ամբողջ կազմով իրենց զանգահարեն, ամբողջ կազմով ներկա լինեն վերահաշվարկի։ Ղազարյանը ներկայացրեց նաև մանդատների բաշխման կարգը։ Նշենք նաև, որ մեկ շաբաթվա ընթացքում պարզ կլինի քվեարկության հստակ պատկերը։ Վերցնում ենք, ասենք, մեր պարագայում 5 կուսակցություն է եւ 15 հաղթահար են։ Մեկը ունի 50 քվե պայմանական ասած 50, 40, 20, 15 Մանդատների պաշտպանը մասնակցում են այս քվեները։ Հիմի 50-ը ինչքան մանդատ պետք է ստանա։ 50-ը բազմապատկվում է 33-ի։ Կասեք ինչի 33-ի։ Ու բաժանվում է այդ նշածս թվերի գումարին։ 50 գումարած 40, գումարած 20, գումարած 10, գումարած 5, ինչ թիվ է անում։ 50-ը բազմապատկած 33-ի, բաժանած այդ ստացած թվի։ Ասենք եղավ 18.7 Նույն ձևի մյուսն ենք անում։ 40-ը բաժանում ենք էլի այդ բոլորի գումարին։ Թիվ ստացվեց 14.2 Եվ այդպես շարունակ։ Հիշեցնենք, Գյումրու արտահերթ ընտրություններին մասնակցել են 9 քաղաքական ուժեր, ըստ նախնական տվյալների անցողիկ շեմը հաղթահարել են 5-ը, քաղաքացիական պայմանագիրը առաջատար է 17183 ձայնով, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը երկրորդն է 9727 ձայնով, մեր քաղաքակուսակցությունների դաշինքը 7380 ձայն ունի, Իմ հզոր համայն կուսակցությունը 4-րդն է ձայների քանակով 3734 ձայն, Մայր Հայաստան կուսակցությունների դաշինքն էլ հավաքել է 2902 ձայն, Աստղիկ Խաչատրյան այսօր։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները բոլոր 82 տեղամասերից։ Ընտրողների հիմնական ցուցակի ընդհանուր թիվը 111236 է։ Ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների ստացած քվեները բաշխվել են հետեւյալ կերպ. Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 17183, Հայաստանի կոմունիստական կուսակցություն 9727, Ապրելու երկիր կուսակցություն 1694, Մայր Հայաստան կուսակցությունների դաշինք 2902, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն 651, Եվրադաշինք կուսակցությունների դաշինք
2111, Դեմոկրատական այլընտրանք կուսակցություն 1406, Մեր քաղաքը կուսակցությունների դաշինք 7380, Իմ հզոր համայն կուսակցություն 3734 ձայն։ Անճշտությունների գումարային չափը կազմել է 945։ Քննչական կոմիտեն ամփոփել է 2025 թվականի մարտի 30-ին Գյումրու Ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումները։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության եւ Հայաստանի դատախազության կողմից ստացված հաղորդումների հիման վրա Հայաստանի քննչական կոմիտեում նախաձեռնվել է 10 քրեական վարույթ։ Քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու, ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու, ինչպես նաև ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելու եւ խուլիգանություն կատարելու հատկանիշներով։ Նշված 10 քրեական վարույթներով կատարվում է նախաքննություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին եւ Տիկին Էլկե Բուդենբենդերին։ Վարչապետը եւ Գերմանիայի նախագահը հանդիպել են ընդլայնված կազմերով, տեղի է ունեցել նաեւ Աննա Հակոբյանի եւ Էլկե Բուդենբենդերի առանձնազրույցը։ Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Շտայնմայերի այցը Հայաստանի Հանրապետություն եւ նշել, որ այն պատմական է, քանի որ Գերմանիայի նախագահի առաջին այցն է մեր երկիր։ Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ու Գերմանիան ունեն ակտիվ եւ խորացող համագործակցություն։ Այդ առումով երկրի ղեկավարը շեշտել է Գերմանիայի աջակցությունը Հայաստանի կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին եւ շնորհակալություն հայտնել այդ ուղղությամբ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի անձնական ջանքերի համար։ Գերմանիայի նախագահը եւս շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար եւ նշել, որ իր երկիրը կարեւորում է Հայաստանի հետ բազմաոլորտ փոխգործակցության խորացումը։ Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման ու խորացման մեծ ներուժն իրացնելու անհրաժեշտությունը, ինչին կարող է նպաստել նաև մարդկային շփումների ակտիվացումը։ Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը կարևորել է Եվրամիության հետ վիզաների ազատականացման ուղղությամբ երկխոսությունը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցմանը։ Վարչապետն ու Գերմանիայի նախագահը կարևորել են համաձայնագրի ստորագրումը ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ապահովման։ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը շեշտել է Գերմանիայի աջակցությունը Հայաստանի կառավարության խաղաղության օրակարգին։ Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին։ Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի եւ Գերմանիայի պետական օրհներգերը։ Այնուհետև նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին։
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ։ Երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կողմերն ընդգծել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակում փոխգործակցության առավել արդյունավետ կազմակերպման կարևորությունը, հատուկ ուշադրություն դարձնելով տնտեսական, կրթական, մշակութային եւ գիտական ոլորտներում հարաբերությունների խորացմանը։ Հանդիպման ընթացքում կարևորվել է էներգետիկ բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը, նպատակ ունենալով ձևավորել նոր հեռանկարներ եւ ամրապնդել գործընկերային կապերը։ Մեծ պատիվ է ընդունել ձեզ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև մեծ պատիվ է ձեր պատվիրակության միասին ընդունել։ Պետք է արձանագրել, որ սա Գերմանիայի դաշնային նախագահի առաջին պաշտոնական այցն է Հայաստանի Հանրապետությունում եւ կարծում եմ սա պատմական կարելի է արձանագրել եւ վստահ եմ, որ ձեր այցելությունը նոր թափ կհաղորդի հայ-գերմանական Հայաստան-Գերմանիա հարաբերությունների։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ ջանքերը կառուցողական երկխոսության, փոխշահավետ նախաձեռնությունների եւ ամուր համագործակցության հիման վրա։ Հանդիպումների ավարտին երկու երկրների միջև ստորագրվել է համաձայնագրեր։ Ըստ այդմ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր, որը հայկական կողմից ստորագրել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ գերմանական կողմից Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը։ Ստորագրվել է նաև Երևան ու Լայպցիգ քաղաքների միջև մշակութային տարի իրականացնելու վերաբերյալ համաձայնագիր, որը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը եւ Լայպցիգի քաղաքապետ Բուրգհարդ Յունը։ Պետեկամուտների կոմիտեի կայքի գլխավոր էջումը ամենավառ գունավորմամբ հայտարարագիր լրացնելու պատուհանն է։ Գործընթացի մասին ամբողջական տեղեկատվություն, ուղեցույցեր, իրազեկող հոլովակներ կարելի է գտնել այդտեղ։ Մի քանի քլիկով կամ մոբայլ հավելվածի դեպքում հպումով հնարավոր է մտնել ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ, ներկայացնել հայտարարագիրն ու ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում։ Ուղղությունները երկուսն են կրթությունը ու առողջապահությունը, օրենքով սահմանափակում կա, յուրաքանչյուր ֆիզիկական անձ առողջապահության մասով առավելագույնը կարող է ստանալ 50,000 դրամ, իսկ կրթության մասով 100,000 դրամ, սակայն ֆիզանձի տարեկան ընդհանուր գումարը ինքը չի կարող գերազանցել 100,000 դրամը։ Ֆիզիկական անձին հայտարարագիր սկսել են լրացնել անցած տարվանից 4 խմբի մարդիկ 2024-ին գործընթացը մեկ անգամ արդեն անցել են, այդ թվում պետաշխատողները 20 միլիոն դրամ ու ավելի փոխհարություն ունեցողները, ընդհանուր ավելի քան 59,000 քաղաքացի։ Մոտ 3800-ն էին դիմել սոցիալական կրեդիտ ստանալու համար, պետությունը վերադարձրել է շուրջ 350 միլիոն դրամ։ Հայտարարագրման հերթական փուլով գործընթացին պիտի միանան բոլոր բարձու աշխատողներն ու քաղաքիրավական պայմանագրով ծառայություն մատուցողները։ Կառավարությունն էլ ընդլայնել է սոցիալական ծախսերի փոխհատուցման շրջանակը։ Պետք է կրթության հաստատությունից կամ առողջապահություն հաստատությունից ունենա իր անունով որպես սոցիալական ծախսը կատարող անձ դուրս գրված հաշվարկային փաստաթուղթ, այսինքն այդ ծախսը հիմնավորող փաստաթուղթ։ Այնուհետև ինքը պետք է ներկայացնի հայտարարագիրը, որում ներառված է լինելու այդ հաշվարկային փաստաթուղթով նշված գումարը, ու արդեն համակարգը ինքնաշխատ հաշվելու է առավելագույն շեմը։ Հաշվարկային փաստաթուղթ կազմակերպություններից կարելի է ստանալ նաև նախորդ ժամանակահատվածի համար, օրենքն այս մասով սահմանափակում չունի, ընդ որում ի տարբերություն հիպոթեկային վարկով բնակարան գնելու տոկոսագումարի չափով եկամտային հարկի վերադարձի, այս դեպքում սոցիալական կրեդիտ կարող է ձևավորվել նաև քաղաքիրավական պայմանագրով վճարված հարկերից։ Մինչև 100,000 դրամ գումարը ստանալու համար պետք է լրացնել դիմում։ Դիմումի ներկայացումից հետո մնացած գործընթացը ինքը ինքնաշխատ է իրականացվում, դիմումի մեջ ֆիզիկական անձը զուտ նշում է այն բանկային հաշվեհամարը ու գումարի չափը, որը պետք է ինքը հետ ստանա, ու արդեն մինչև երրորդ աշխատանքային օրը ավտոմատ գումարը փոխանցվում է դիմումում նշված հաշվեհամարին։ Հայտարարատուն հնարավորությունից կարող է օգտվել ինչպես իր, այնպես էլ իր ընտանիքի անդամի, ծնողների, զավակների կամ ամուսնու համար կատարած ծախսի դեպքում։ Բացի դասագրքերի համար վճարված գումարից, մյուս բոլոր ծախսերը պետք է արված լինեն անկանխիկ։
Դոնալդ Թրամփը հարցազրույց է տվել NBC News-ին։ Նա սպառնացել է Իրանի ռմբակոծություններով եւ նոր մաքսատուրքերով, եթե Թեհրանը Վաշինգտոնի հետ համաձայնության չգա իր միջուկային ծրագրի շուրջ։ Եթե նրանք համաձայնության չգա, ռմբակոծություններ կլինեն։ Կլինեն այնպիսի ռմբակոծություններ, որոնց նմանը նրանք երբեք չեն տեսել։ Եթե նրանք համաձայնության չգան, հնարավոր է ես երկրորդային մաքսատուրքեր սահմանեմ նրանց նկատմամբ, ինչպես արել էի 4 տարի առաջ, ասել է Թրամփը, հավելելով, որ 2 շաբաթ ժամանակ կտա Թեհրանին մտածելու համար։ Նա նաև շեշտել է, որ ամերիկացի եւ իրանցի պաշտոնյաները շփվում են, սակայն այլ մանրամասներ չի հայտնել։ Թեհրանից արձագանքել են ԱՄՆ նախագահի սպառնալիքներին։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ չի հավատում Միացյալ Նահանգների կողմից հարձակման հնարավորությանը, իսկ եթե Վաշինգտոնը փորձի ապստամբություն հրահրել Իսլամական Հանրապետության ներսում, դա կոշտ պատասխան կստանա։ Երեկ էլ Իրանի նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված պատասխան նամակում Իրանի իշխանությունները հրաժարվել են ուղիղ բանակցություններ վարել, սակայն նշել են, որ դեռ կա միջնորդների միջոցով երկխոսությունը շարունակելու հնարավորություն։ Նամակում ընդգծվում է, որ Իրանը երբեք չի խուսափել բանակցություններից եւ միայն չկատարված խոստումներն են խնդիրներ առաջացրել, որոնք պետք է լուծվեն երկրների միջև վստահությունը վերականգնելու համար։ Նա ընդգծել էր, որ բանակցությունների ճակատագիրը կորոշվի հաշվի առնելով ամերիկացիների պահվածքը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից լրագրողները հետաքրքրվել են 3-րդ անգամ նախագահելու հավանականության մասին, ինչը նա ավելի վաղ չէր բացառել NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Թրամփը նշել է, որ ներկայումս չի ցանկանում խոսել 3-րդ ժամկետի մասին, քանի որ 2-րդ ժամկետի մեծ մասը դեռ առջևում է։ Նա շեշտել է, որ իր կողմնակիցներից շատերն արդեն կոչ են անում իրեն նորից առաջադրվել։ Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը, Թրամփը նշել է, որ լավ առաջընթաց է գրանցվել խաղաղության համաձայնագրի հասնելու հարցում։ Սպիտակ տան առաջնորդի խոսքով Զելենսկին փորձում է վերանայել Միացյալ Նահանգների հետ համաձայնագրի որոշ դրույթներ, մասնավորապես ուկրաինական հանածոներին հասանելիություն տրամադրելու վերաբերյալ։ Նա զգուշացրել է, որ նման շրջադարձի դեպքում Ուկրաինան կարող է բախվել մեծ խնդիրների։ Իսրայելը բաց է Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու բանակցություններ սկսելու համար, ամեն շաբաթյան նիստում հայտարարել է Իսրայելի վարչապետը։ Բենյամին Նեթանյահուն սակայն հիշեցրել է Իսրայելի առաջ քաշած պայմանները։ Նրա խոսքով Համաս շարժման ղեկավարությունը պետք է վտարվի անկլավից, բացի այդ անհրաժեշտ է կազմակերպել տեղի բնակիչների կամավոր արտագաղթը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին համապատասխան։ Նա նշել է նաև, որ Իսրայելը Համասի հետ բանակցություններ է վարում կրակի տակ եւ դրա համար էլ դրանք արդյունավետ են։ Լրատվամիջոցները գրում են, որ երեկ Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 64 մարդ է զոհվել։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում, զանգվածային հարձակումներ կատարելով անկլավի վրա եւ դրանով իսկ ընդհատելով հունվարին հաստատված հրադադարը։ Այս ֆոնին երեկվանից տասնյակ հազարավոր մարդիկ Իսրայելում դուրս են եկել ցույցի, Նեթանյահուից պահանջելով ավարտին հասցնել պատանդների վերադարձի գործարքը։ Սիրիայի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարան նոր անցումային կառավարություն է ձևավորել։ Նոր կաբինետն ունի 23 անդամ։ Կառավարությունը վարչապետ չի ունենա։ Գործադիր իշխանությունը կգլխավորի Շարան։ Կառավարության կազմը ներառական է։ Նախարարական պորտֆելներ են ստացել նաև փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Առաջին անգամ աշխատանքի նախարար է նշանակվել քրիստոնյա կին։ Անցումային կառավարությունը կաշխատի 5 տարի։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ին ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը ժամը 4:35-ը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Միաժամանակ հայտնում են, որ մարտի 31-ին ժամը 00:50-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն, տուժածներ չկան։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմին կոչ են անում հետաքննել Խնածախ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, նշված է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Տեսեք, դանդաղները պատրաստված են երկաթից, արդեն իսկ գույնից կարելի է հասկանալ, որ այս դանակը երկաթից է պատրաստված, իսկ մնացած առարկաները բրոնզից են պատրաստված, քանի որ գունային այո, բոլորը վերականգնման կարիք ունեն։ Բրոնզյա իրեր, խեցանոթներ, զրահաբաճկոնի ճարմանդ, նմանատիպ մոտ 2000 գտածոներ վերականգնման ու ամրակայման կարիք ունեն։ Կապանի երկրագիտական թանգարանում յուրահատուկ ու չկրկնվող նմուշները ուսումնասիրել, վերականգնել ու ամրակայել տեղում այլևս իրականություն է։ Նոր հիմնված կենտրոնում մանրադիտակի ու նշտարի միջոցով հին առարկաները նոր կյանք են ստանում։ Հնագիտական առարկա է, որը պեղվել է Եղվարդ գյուղից, պետք է վերականգնել, ունի բավականին կորոզիայի շերտ, որը հանվում է մանրադիտակով, մանրադիտակի շնորհիվ նշտարի միջոցով, որ չվնասենք այն շերտը, որը որ պետք է պահպանվի, այսինքն մենակ հեռացնում ենք կորոզիայի շերտը։ 2016-ին երկրագիտական թանգարան բերվեց Եղվարդից պեղված ձի ու բրոնզե ճակատակալը, որի սեպագիր արձանագրության բովանդակությունը միայն 2023-ին բացահայտվեց։ Արգիշտի արքայի անունը հիշատակող սեպագրով ձի ու ճակատակալը եղավ թանգարանային նմուշների վերականգնման լաբորատորիա ունենալու մտահղացման առիթը։ 1969 թվականից գործող թանգարանը երբևէ չի ունեցել վերականգնման ամրակայման կենտրոն։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական աջակցության շնորհիվ է նախաձեռնությունը կյանքի կոչվել։ Սենյակը վերանորոգվել, կահավորվել ու ապահովել է անհրաժեշտ սարքավորումներով։ Կապանի երկրագիտական թանգարանը բացառիկ գտածոներով հարուստ թանգարան է, որը շատ կարևոր է ոչ միայն Սյունիքի մարզի, այլ նաև ամբողջ Հայաստանի եւ ինչու՞ չէ նաև տարածաշրջանի համար։ 2024 թվականին առաջարկով դիմել եմ Սյունիքի մարզպետ պարոն Ռոբերտ Ղուկասյանին եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական աջակցությամբ վերականգնվեց ու բացվեց թանգարանը։ Վերջերս արդեն իսկ սկսվել է Կապանի տարածաշրջանի Բաղաբերդ ամրոցում եւ Կապան ամրոցում պեղումներ եւ այսուհետեւ ես վստահ եմ, որ այդ նյութերը չեն տեղափոխվի Երևան վերականգնման եւ ամրակայման համար, հենց տեղում կմշակվեն եւ կամրակայվեն։ Ծնունդով կապանցի Արինան, որ 20 տարի է զբաղվում է թանգարանային առարկաների վերականգնմամբ եւ ամրակայմամբ, մի քանի օր է տեղում վերապատրաստման դասընթացներ է անցկացնում։ Հին պատմություն ունեցող թանգարանները, որտեղ եզակի գտածոներ կան, առավել քան երբևէ լաբորատորիաների կարիք ունեն, ասում է մասնագետը։ Կապանի երկրագիտական թանգարանում այն արդեն առկա է, իսկ արդյունքը ցույց կտա ժամանակը։ Սկզբնականը շատ կարևոր է, որ արվի մանրադիտակով նշտարի միջոցով, որտեղ սենց ավելի խոշորացնելով դու կարողանում ես ավելի անվտանգ աշխատել։ Նոր հետո արդեն բոր մեքենայի միջոցով փոշին վերջնական այդ տեսքը, որ բերում ենք, բոր մեքենայի միջոցով ենք բերում եւ նոր վերջում արդեն կոնսերվացնում ենք, որպեսզի խոնավությունը կամ ամառը արդեն ավելի չոր է լինում, որպեսզի առարկան ինքը չվնասվի դրանից։ Ինչպես շատ աշխատանքներում, այստեղ եւս պետք է հնարավորինս զգույշ ու նուրբ վարվել գտածոները չվնասելու համար։ Լավ ձեռք ու սուր աչք եւ հնին նոր շունչ հաղորդելը իրականություն է դառնում։ Մասնագիտական վերապատրաստման ընթացքում 3 գտածո արդեն վերականգնել են։ Դրանք տարիներով կպահպանվեն, եթե ստեղծվեն համապատասխան պայմաններ։ Չէ՞ որ թանգարանը ոչ միայն ցուցադրություն է, այլև պահպանություն։ Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ կանանց միամսյակի առիթով Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում կազմակերպվել էր միջոցառում։ Այն մեկնարկեց Գավառ համայնքի արտադպրոցական հաստատությունների սաների աշխատանքների ցուցադրությամբ։ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, տեղակալներ Գրիգոր Բոշյանը, Մուրադ Մովսիսյանը, Գավառի համայնքապետարանի եւ ենթակա կազմակերպությունների աշխատակիցները ծանոթացան ցուցադրություններին, որոնք ներկայացրին աշխատանքների հեղինակները։ Հյուրերը ծանոթացան Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի լուսանկարչության խմբակի սաների աշխատանքներին, այնուհետև դիտեցին նույն կենտրոնի ստվերների թատրոն նորաբաց խմբակի սաների ստվերախաղը։ Ցուցադրություններում ներկայացված էին նաև Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, Գավառի գեղարվեստի դպրոցի, Սարուխանի եւ Գանձակի մշակույթի տներում գործող կիրառական արվեստի, կավագործության եւ նկարչության խմբակների սաների ձեռքի աշխատանքները։ Միջոցառումը տոնական համերգով շարունակվեց Դահլիճում։ Գավառի համայնքապետարանի եւ համայնքի կրթամշակութային հաստատությունների աշխատակից կանանց եւ աղջիկներին ուղղվեցին շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ։
Գեղարվեստական կատարումներով հանդես եկան վոկալի, պարարվեստի, ժողգործիքների եւ ազգային նվագարանների խմբերն ու անհատ կատարողները։ Այսօր տող գեղեցկության եւ հրաշքության, բանության եւ քուքշության, սիրո եւ նվիրումի կանոնաբույժ տոնը։ Սիրելի կանայք, շնորհավորում ենք ձեզ կանանց տոնի միամսյակի կապակցությամբ, եկեք ծափարենք եւ շնորհավորենք։ Մեկամսյակը առիթ է, որպեսզի մենք մեր շնորհակալությունը եւ երախտագիտությունը հայտնենք, իսկ տարվա մնացած բոլոր օրերին դրանում մենք կրկնապատկում ենք մեր սերը, ջերմությունը, որովհետեւ անգնահատելի է ձեր դերը։ Անգնահատելի է ձեր դերը ընտանիքի կայացման, հասարակության տարբեր բնակավարներում ունեցած հաջողությունների համար։ Տոնական սեղանի շուրջ հրավիրյալներին իր բարեմաղթանքները հղեց նաև Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։ Մարտի 24-ից 31-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3902 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 164 մեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ վիճակում մեքենա վարող 157, առանց վարորդական իրավունքի վկայականի 294, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող 2 անձ, հայտնաբերվել են հաշվառման համարնիշի հետ կապված 28, չամրակապված վարելու 594, առանց մանկական նստատեղի քարսիթի 36
56, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 287, վարելիս հեռախոսից օգտվելու 169, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 136 եւ 1445 այլ իրավախախտումներ, 121 մեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 230-ը տեխնիկական զննություն չանցած, 45-ը արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 77-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 80 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14902 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 241 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ վիճակում մեքենա վարող 196, առանց վարորդական իրավունքի վկայականի 710 անձ, հայտնաբերվել են հաշվառման համանիշի հետ կապված 71, ժամանակապված վարելու 3650, առանց մանկական նստատեղի քարսիթի 141, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 446, վարելիս հեռախոսից օգտվելու 585, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 26, արագության գերազանցման 2192 եւ 4292 այլ իրավախախտումներ, 434 մեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 1418-ը տեխնիկական զննություն չանցած, 474-ը արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 14-ը բեռնատարներ, 269-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 51 անձ։